Փոքր ու միջին շատ ձեռնարկատերերի համար խնդրահարույց ու անհասկանալի են շրջանառության հարկի նախորդ տարվա վերջին փոփոխությունները։ Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիան կազմակերպել էր հանդիպում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին շրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցության մասին, վարչարարության, այդ թվում ստուգումներով պայմանավորված ռիսկերի և դրանով պայմանավորված բացասական հետևանքների մասին։ Հարցը ունի քաղաքական, հասարակական, սոցիալական, տնտեսական համատեղ լուծում։ Առանց քաղաքական բաղադրիչի հարցի լուծում չի կարող լինել։ Եթե մասնագիտական կառույցը գնում է երկխոսության, մասնագիտական բանավեճերի առաջարկներ ներկայացնում, մերժում է ներկայացված իշխանությունների առաջարկների եւ այլն, ամենաշատը արդեն դժգոհ էինք հարկեր հնացուցանիշի բարձրացման տրամադրվածությունից, որ առաջիկայում, ապագայում, ինչի մասին նաեւ շատ հանրային խոսում ենք, հարկերը նորից պետք է բարձրանան։ Հունվարի 1-ից ուժի մեջ էին մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, կառավարությունը շրջանառության 5% հարկը դարձրել էր 10% բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն 1%-ը։ Հիմնավորում են, որ այսպես ստվերներ են կրճատում։ Առևտրով զբաղվողները դեմ են այս փոփոխություններին, բացի այդ դրվում էր ապրանքը գույքագրելու պահանջ։ Հայաստանի ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով մասնակցում էր հանդիպմանը, ասաց, որ այս հարցը ունի քաղաքական, տնտեսական ու սոցիալական լուծում։ Մեր բոլոր նախաձեռնություններում հեռու ենք այն գաղափարախոսությունից, որ այսօր Հայաստանի կառավարությունը որդեգրել է։ Այսպիսի որդեգրումներ չէ, ինչը լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու, մենք ընդհանրապես այսպիսի տրամադրությամբ չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք բացառապես հաղթանակի տրամադրվածությամբ։ Եվ ինչպես օրինակ հայտարարագիրը բոլորին քաջօրինակ, իրենք ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե դա կառավարության բարի կամքի դրսևորումներ կամ տեխնիկական հագեցվածության բացակայությունը, որ հետաձգեցին, այնուամենայնիվ դա ժողովրդի միասնական կամքի արտահայտումներ։ Սարգսյանի խոսքով ՓՄՁ ոլորտում հարկային բեռը ավելացել է, որը երկրորդ եռամսյակում շատ ավելի ակնհայտ է լինելու, որն անվանել են հարկային բռնության կիրառում, քանի որ ահ ու սարսափի մեջ են պահում ՓՄԶ ոլորտին ու զարկ տալիս մոնոպոլիաների ընդլայնմանը։ Սարգսյանի խոսքով ՓՄԶ ոլորտի ներկայացուցիչների ստորագրահավաքը միայն բավարար չէ խնդիրը լուծելու համար։ Լուծումը հետևյալն է, դա կարող է ավելի կոշտ միջոցով լինել, գործադուլների տեսքով, համատարած ընդհանուր ակցիաների տեսքով շատ սեղմ ժամկետներում խնդիրը լուծելու համար։